Ոստիկանություն են գնացել, ոստիկանությունում ասել են մեզ, որ քննչական բաժանում քնեն։ Ոստիկանությունը մարդ չկա։ Հիմա եկել ենք ստեղ, ոնց որ տղաներից մի քանիսին տեսանք ստեղ։ Տեսնենք ընթացքում։ Ներսը չեն թողնում։ Դե պետք է զեկուցեն եւ ըստ գործող կարգի գործողությունները շարունակեն էլ իրենց։ Տեսնենք, սպասում ենք, որ պետին զեկուցեն, տեսնենք ինչ պատասխան կչեցնի պետը։ Ինչեւ ներս կմտնեք, ասեք ինչ մեղադրանքեր են Անկեղծ առաջարկել։ սպասեք, ես փաստաբան գաղափար չունենք, հիմա կծանոթանանք մեղադրանքին, միայն գիտենք խոզարկություններ են եղել, խոզարկության որոշման մեջ մի անհետ պատմություն է նկարագրված, որ իբր քարոզչություն են իրականացրել եւ քարոզչության միջոցով ազդել են ընտրողների կարծիքի վրա։ Հիմա ես չեմ պատկերացնում ուրիշ ինչ ձև պետք է իրականացվի նախընտրական քարոզչությունը եւ ես չեմ ուզում մի փոքր անպատասխանատունջենք բոլոր դեպքերում այդ նպատակով են եկել բնակարաններում խոզարկության, որովհետեւ քարոզչության միջոցով ազդել են ընտրողների ազատ կամքի վրա, բայց թե ընտրությունը հենց ենթադրում է դա, որ քարոզչության միջոցով ազդես ընտրողի կամքի վրա։ Հիմա ստացվում է նախընտրական քարոզարշավ չպետք է մնա, մնացածը ծանոթանանք մեղադրանքին նոր անկեղծ շուրջ 10-ի մասին են խոսակցությունը, հիմա կփորձենք հասկանալ, չգիտենք անկեղծ ես հիմա նոր եկել եմ ներկանալ ստանձնելու համար, շատ լավ։ Դժվար ասես նորմալ, բայց իսկ կծկտուր պատասխանը որն է, բայց։ Ասեք պատգամավորներն եկել ու ուզում են տեղեկություն ստանալ։ Չի կարելի, ես իրավունք չունեմ ձեզ տողամ։ Ինձի ունեմ։ Ես իրավունք ունեմ, այդ իմ գործն է։ Մերը պենսի դուրս է ելնեք։ Չէ, մերը Հայնձի ասել են ներկայացան, դեմը ինչ կապ ունի, ասել են դուրս է թողու կարող։ Ով ասում, այդ ասող են ասեք, մարդը մեղադրյալի հետ եկել է հարցաքննության։ Հիմա եթե քննչականում մեզ չեն ընդունում, մենք ելն ենք գնանք մեր տներով, ասենք Red Marshall-ի security-ն ասել է գնացեք։ Դե եթե ես եմ ինձի ինչ փոխանցել, Երբ հիմա փոխանցումին ասա, Սամվել Դավթյանը իր փաստաբանի հետ մուտքի դիմացա, եթե մեզ չեն փնտրում, ելն ենք մեր գործերում։ հա դուք ներդ կար։ Չէ, ես Հա ես զանգեմ նորից զանգեք։ Ոնց Սամվել Դավթյան։